Որոշել եք գալիք ընտրություններում ում եք քվեարկելու։ Նիկոլ Փաշինյանը։ Կնշեք Ամենի վստահված ինքն է։ Այսօր մեր ապագան նրա ձեռքերում ենք տեսնում։ Խաղաղությանը հավատում։ Այո։ Որոշել եք գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Կնշեք եթե գա։ Նիկոլ Փաշինյան, Ինչու։ որտեվ իր բռնած գործը թողավարտի։ Կնշեք մի քանի բան, որ հավանում եք նրա գործին։ Ամեն ինչը, իր ամեն բռնած գործը ես հավանում եմ։ Իսկ հավատում եք խաղաղությանը։ Այո, Օգտվել եք առողջապահության ապահովագրությունից։ չէ, ես 65 չկամ։ Թոշակների բարձրացումից Շատ շնորհակալ եմ։ ներկա իշխանություններից գոհ եք։ Դժգոհ ենք։ Առողջության ապահովագրությունից տեղյակ եք։ Ամեն ինչից էլ օգտվում եմ ձերի։ Մի քանի բան կնշեք, եթե գաղտնիք չեք։ Ոտքերս օպերացիա արած, երկու ոտքը ձերի, գրիժան արածա ձերի, նստած եղած ձերի, հեսա գնում եմ նորից ձերի։ Մոտավոր ինչ արժեքի էին։ Մոտորապես սա հաշվենք 2-3 միլիոն մոտ։ Նու չնչգները հեսան էան։ Իսկ թոշակների բարձրացումից ինչ կասեք։ Դժգոհ ենք, եթե 100 էլ տան, էլ 100-ը չի հերեչելու։ Իշխան էլ տան, եկան ծախսելու ենք։ Խաղաղությանը հավատում եք։ Ծառայող տղա եմ, հա։ Այդ գաղտնիք է, չեմ կարող ասեմ։ Իսկ ներկա Մենք ունենք էլի վարչապետ ունենք, ինչ եք ուզում, կբել եք վարչապետ, դա վարչապետ, ով կա հեռալից լավ ով պետք է կա, որ Քոչարյանը պետք է կա, կամ Սամվելը, որ ասում է 300,000, ես 60 տարվա արտադրության մարդ եմ, 60 տարվա, ոնց պետք է այդքան աշխատատեղ բացվի։ Սուտ են ասում, աղջիկ ջան, սուտ են ասում, դες բան չկա, 300,000 հետ եք խաղում, 300,000 մարդ աշխատանքի տեղ չկա այդտեղ, ոնց կարող է պատա այդքան կարողանա աշխատատեղ բացել, 300,000 տեղ բացելու համար երևի մի 10 հատ գործարան է պետք սարքել, տարբեր տեսակ են, ամենաշատը թեթև հարթնաբերությունը պետք է զարգանա Հայաստանը, թեթև հարթնաբերության մեջ 30 հատ գործարան մինչև չսարքեն 30,000 բանվոր չի կարա աշխատի։ Քոչարյանը այ մարտասպանը ինչ եք ուզում, 27-ի գործեր բացեն որ խելքերը գլուխները կա, հա, Քոչարյանի։ Սերժ Սարգսյանն էլ թալանեց սաղ երգերա իր Գերտաստանի հետ։ Գերտաստանի հետ սաղ աղբերներով, հարստերով, կնիկներով, սաղ թալանել են։ խաղաղությանը հավատում եք։ Խաղաղությունը պետք է բոլորին, ցավ տանիմ, խաղաղությունը պետք է, ճիշտ է, ինչի չեմ հավատում, պետք է հավատաս էլի, որ չհավատաս ինչ պետք է անես։ Որոշել եք գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Դելամ դեռ ոչ։ Իսկ ներկա իշխանություններից գոհ եք։ Գործեր արել են, իրոք, թե ճանապարհների վրա, թե նենց, բայց դե կորոշենք էլի հելամ։ Իսկ դուք խաղաղությանը հավատում եք։ Ոնց չէ խաղաղությունը դա ամենակարևորն է մեր կյանքում։ Զինվորի համար, բոլորիս համար։ Քեպեն, Ինչու։ ոնց ինչու, հետի հարց ամեն ինչի համար։ Ինչից եք հատկապես գոհ։ Ինչից նա խաղաղությունը առաջի ամենակարևոր բանը։ Դեմոկրատիան։ Հավատում եք խաղաղությանը։ Ոնց է ապրում ենք խաղաղության, ոչ թե հավատում ենք, այլ ապրում ենք։ Վերջերս առողջության ապահովագրությունը ներդրվեց։ Բայց էդի իհարկե ոնց տեղյակ չեմ, էդի մեծ պլյուս է մեր ժողովրդի համար, նամանատ մեծահասակների համար, որովհետև մարդիկ տարիներով հնարավորություն չունեին, բուժվեին, գումար չունենալու բայց ամեն մարդ չի, որ կարա այդ սրանից նրանից համապատասխան գումար ճարի, որ դա բուժվի, բայց հետո ոնց պետք է վճարի։ Ապրիլի 1-ից էլ թոշակներն ա բարձր։ Էդ էլ տեղյակ եմ շատ լավ է, էդ էլ օգուտ է էլի։ Հեշտ չէ գոնե կոմունալները ստրախովկա կանեն մեծ հասակները։ Լավ չի էդի։ Լավ ահագին բան է էլի, ցեզ որ մտածում ես, ասում ինչ գումար է 10,000։ Ո՞նց 10,000 ինչ գումար, 10,000 որ չկա, 10 օր չեն կարող նորմալ յոլա էտան մեծ հասակները։ Հա, նորմալ է, 10,000 էլ գալիս է հետ վճարից, երբ որ քարտով առևտուր ես անում, այդ դառավ 20,000, հələ էլի սոցիալական շատ ծրագրեր կլինի, երբ որ մի քիչ ուժեղանանք, թրիպի ծրագիրը մտնի ուժի մեջ, մի քիչ ներդրումներ կան, ֆինանսապես մեր բյուջեն ավելանա, թոշակներն էլ կավելանա, ահագին
լավ է։ Ծրագրով որ ասում են Ադրբեջանին ճանապարհ են տալիս։ Բա ինչ պետք է անես, կարող է բալոտի մեջ մնաք սաղ կյանքներս։ Պետք է անպայման պետք է սաղին ճանապարհ տանք, որ մեզ էլ ճանապարհ տան, այ ցավը տանեմ։ Այդտենց է կյանքը։ Դու պետք է ճանապարհ տաս Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ, Պարսկաստանին էլ, Վրաստանին էլ, որ իրանք էլ թույլ տան իրենց ճանապարհներից, կոմունիկացիաներից օգտվես։ Թե չէ դες 30-40 տարի փակված մնացել ենք մի հատ տուֆտա հարցի համար, որը ժամանակին չկարեցան խելացի ձևով լուծել, հիմա էլ մեծ փրտում են, մեջը բան լավա գոնես իշխանությունը կարեցավ անգործալուծել այդ հարցը։ Իսկ Սամվել Կարապետյանի մասին տեղյակ եք, ինչ կասեք։ Գիտեմ, որ ասեք թե բիզնեսմեն է, հաջող մարդ է, հաջողակ բիզնեսմեն է, իր գործի մեջ։ Խորհուրդ կտամ ինքը իր գործով զբաղվի։ Քիթը չխոթի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իրենց հետ միասին, Լևոնը մի քիչ շեղվել է, չգիտեմ կարող է ինչ-որ պրոբլեմ ունի առողջական, այդ չեմ անում, բայց այդ երկուսը вообще թող Աստծո շնորհակալ են, որ հələ այս ժողովուրդը թույլ է տալի իրենց այս մեր հողի վրա ապրեն։ Իրանք պետք է վաղուց ռադները կաշային այդային Բիրոբիջան կամ չգիտեմ Նավասիբիրսկ մի քիչ լավ է, մի քիչ ավելի հեռու էլի։ Ես կամ Արամ Սարգսյանին կամ Փաշինյանին։ Կնշեք ինչու նրանց։ Ինչու որտեվ ապագան իրանց մոտ կողմնորոշված է, որը ինձ ձեռք է տալիս։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը։ Այժմյան խաղաղությանը։ Նաև հետագայում, որ կնքվի համաձայնագիրը։ Դե այսօրվա պրիորիտետները ամբողջ աշխարհով մեկ այնքան են փոխվել, որ ես ուզում եմ հավատալ եւ հավատում եմ, բայց թե ինչ կլինի Աստված գիտի։ Իսկ վերջերս առողջապահության ապահովագրությունը ներդրվեց, թոշակները բարձրացան, տեղյակ եք, ինչ կարծիք ունեք։ Իհարկե։ Կարծում եմ, որ նիդայբոք եթե հանկարծ նույնիսկ իշխանությունը փոխվի, լավ է, որ դրված օրենքներ կան, որոնք իօգուտ մեր ժողովրդին եւ մեր պետության։ Իսկ ապա շրջափակման մասին ինչ կասեք, ճանապարհները որ բացվեն, Հայաստանը ճանապարհներ տա մյուս երկրներին տարանցիկ լինի, բեռներ գնան։ Բեռներ գնան շատ լավ է, որ տարանցիկ ուղի դառնա շատ ավելի լավ է մեծ համար, բայց բոլորը, ես ասում եմ, էլի ժամանակակից այս սիտուացիայից շատ է կախված։ Նայած ովքեր կգան կգնան, ինչ մտադրություններով կգան կգնան։ Փաշյանի օգտին։ Որովհետև հիանալի ղեկավարը, հիանալի ծրագրերով առաջ են գնում։ Մի քանիսը կնշեք։ Գոնե այդ վերջի այդ հսկայական որոշումները հաշվանդամների, մեծահասակների, փոքրահասակների ապահովագրությունը իմ կարծիքը միշտ էլ եղել է, որ շատ առաջնակարգ աշխարհի գծով առաջնակարգ ղեկավար է Փաշինյանը։ Խաղաղությանը հավատում եք։ Լրիվ 100%-ով։ Իսկ Քոչարյանի։ Իսկ ինչու՞ չէ, դրանց անունը մի տվեք։ Ինչ կասեք իր մասին, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Բայց չեմ ուզում ասել, որովհետև եթե դրանք ղեկավար լինեին, բանակ կունենայինք, հաղթանակ կունենայինք, հիմա ավելի հզոր կլինեինք։ Հիմա մենք կհզորանանք, նոր կորոշենք, թե ինչպես շարունակենք։ Իսկ ճանապարհները որ բացվեն, ապա շրջափակում տեղի ունենա։ Լրիվ, ամեն ինչ կարգին է։ Հավատացեք եւ Թոշակների բարձրացումից ինչ կասեք։ Շատ հիանալի։ Շատ գնումներ կատարում։ Այո։ Ետ վճար ստանում եք։ Այո, ամեն ինչ։ Անդիմադիրները խոսում են սուտա բանա, սուտը իրենք են ամբողջովին եւ ափսոս կեղտոտում են մեր հասարակությունը այդպիսի սխալ բացահայտումներով, եսի մինչերով։ Նիկոլին։ Մենակ Նիկոլին, ուրիշ ոչ ոք, Նիկոլն է մերը։ Կա իշխանություններից գոհ եք, թե դժգոհ։ Ոչ գոհ, ոչ էլ դժգոհ։ Ամեն դեպքում։ Ապահովագրությունը ներդրվեց, թոշակները բարձրացան, ինչ կարծիք ունեք։ Ոչինչ, վատ բան չի, լավ է։ Օգտվել եք դուք։ Դեռ ոչ։ Խաղաղությանը հավատում եք։ Իհարկե։